Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օրերս ամերիկյան մամուլը մի տեղեկատվություն տվեց առ այն, որ Կալիֆոռնիայում ձերբակալվել են 13 հոգի տարբեր ծագմամբ, որոնք ժամանակի ընթացքում հետևողականորեն գողություններ են կատարել Ամազոն ցանցից, այդ ապրանքա շրջանառության մեջ, այդ ապրանքների տեղափոխման ընթացքում տեղի ունեցել խաբեություն, հետաքննությունը վարվել է 2023 թվականից եւ նոր դուրս են եկել, ասենք կոնկրետ այդ ամենը իրականացնողների, այսպես ասենք, առերևույթ իրականացնողների վրա։ Սակայն ինչն է ուշագրավ, որ այդ խումբը մարդկանց կոչվել է մամուլում, համենայն դեպս այդպես է ներկայացվել, որպես հայկական կազմակերպված քրեական խմբավորում։ Իսկ միտեղ էլ նաև գրված է այն մասին, որ այդ խմբավորումը աֆիլիացված է ռուսական կազմակերպված հանցավորության հետ։ Սա իհարկե ռեպուտացիոն տեսակետից մեծ վնաս է հասցնում Ամերիկայի հայ համայնքին, սակայն փորձենք հասկանալ, ինչի հետ մենք կոնկրետ գործ ունենք, որն է այստեղ այսպես մամուլի կողմից ներկայացված, հա, եւ որն է այստեղ ճշմարտությունը։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Միացյալ Նահանգներից, Լոս Անջելեսից, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է քրեական հարցերով փաստաբան, քրեագետ Հարություն Թոփչյանը։ Բարև ձեզ, պարոն Թոփչյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան, շատ ուրախ եմ եւ շնորհակալություն ձեզ արել։ Այո։ Մերաբյան կներես շատ։ Համեցեք։ Պարոն Թոփչյան, դուք հենց թեկուզ եւ մասնագիտությամբ բերումով լրահոսին հետևելով վստահաբար ձեր ուշադրությունն էլ է գրավել այս տեղեկատվությունը, դուք տեղում գտնվելով իրավիճակի այսպես ընդհանուր ֆոնին բնականաբար տիրապետում եք ձեր պրակտիկայի ընթացքում էլ բազմաթիվ նման կամ ընդհանրապես հազար ու մի նման գործերի եք հանդիպել, միջավայրը լավ եք պատկերացնում։ Ինչ է տեղի ունեցել եւ այդ հայկական անունը, որ շրջանառվում է, դա որքանով է մոտ ճշմարտությանը, մանավանդ ռուսական հանցավորության հետ աֆիլիացման այդ թեզը, հա, որ բերվում է։ Համեցեք։ Անպայման։ Սկսենք, ես մասնագետորեն քրեական դատապաշտպան եմ եւ նմանատիպ գործեր զբաղվել ենք, բայց այս գործում հետ բարձ ասեմ, որ ես մանրամասորեն չգիտեմ, իրանց ներկայացված հայցը փաստաբանների դատախազների կարդացել եմ, մոտ 200 page, 200 էջ դոկումենտ է եւ մեջը մենակ ոչ հայկական ամույթի, բայց իրանք ուզում են շեշտեն, որ հայկական organized crime ինչի են ուզում անեն, որովհետև գլխավորները իրանց ասելով հայ անձեր են եղել։ Դրա մեջ մտել է մարդասպանության փորձեր, kidnapping են ասում, առևանգել, եւ գողանալ եւ այտենց նմանատիպ գործեր, bank fraud, բան։ Էսի հələ դեռ սկզբնական կոչմա complaint, բողոք, ներկա հայց, որը որ ներկայացում է դատարան եւ դատարանը թույլ է տալիս, որ այս մարդկանց ձերբակալվել եւ բերեն դատարան։ Դատարան բերելուց հետո դատավորը պետք է որոշի այդ ժամանակ հնարավոր է այս մարդկանց դուրս թողել թեկուզ գրավով, թեկուզ գումարով, թե պետք է մնան բանդ
ձեռնարկված մինչև դատավարության process-ը ավարտվի։ Ասենց process-ները ընդհանրապես շատ երկարատևում, որովհետև ասացիդ նման մոտ 2023 թվականից այս գործը հետազոտում են։ Մինչև այդ ամեն փաստերի վերանայվի կամ ուսումնասիրվի, արդեն պարզ կլինի, թե իրոք հիմք կա, թե ոչ кейսի վրա։ Պարոն Թոփչյան, սա այսպես ասենք, գոնե իմ հիշելով առաջին դեպքը չէ, երբ ընդհանրապես հայկական կազմակերպված քրեական խմբավորում բառակապակցությունը գործածվում է այս կամ այն դեպքի բերումով, ավելի վաղ էլ նման դեպքեր են եղել կապված այդ ապահովագրական վճարների հետ, խաբեությունների հետ, ցանցեր են եղել եւ այլն։ Դուք ինչ եք կարծում, այս ամենը տենց կազմակերպված բնույթ է կրում եւ որքանով է արտացոլում միջավայրը, որը կա, մասնավորապես Կալիֆոռնիայում, հայկական միջավայրը, որը կա Կալիֆոռնիայում, դա թե սա ինչ-որ մի բացառիկ երևույթ է, որը չի բխում այդ ընդհանուր ֆոնից։ Ձեր ուղղակի անձնական տպավորությունը։ Անձնական կարծիքը իհարկե կլինի, որ այսի ոնց որ ասած մի փոքր խումբ մեր հայ ժողովրդի, որը որ իրոք կամ անում են կամ չեն անում կոնկրետ չեմ կարող ասեմ, բայց սիրում են մանավանդ պետական անձերը, որ խմբակցվեն եւ մեծ բան ստեղծեն, ինչի համար, որովհետեւ իրանց համար շահում է համարվում։ Հիմա կարծեմ headline-ի վրա գլխավոր գրվածի վրա գրած 84 միլիոն դոլարի գործ են բռնել։ Էդի կոչվում է իրանց համար շահ եւ առաջադիմություն, մարդկանց ապահովությունը պաշտպանելու համար, so organized crime-ը մարդիկ գիտեն, հիմա television-ի show լիքը կա, Sopranos, բան, եւ արում են այդ գրավեն մարդկանց, հայ է լինում, իտալիացի է լինում, ռուս է լինում, իհարկե բոլորն էլ գիտեն ռուսական մաֆիան ինչքան մեծ է, ինչքան զոր է, մանավանդ հիմա Ամերիկայում ռուսերին շատ չեն սիրում, so փորձում են ոնց որ ասած, իմ կարծիքն է իհարկե, միացնեն այդ ամեն ինչ, որ ավելի վատ նկարագրեն այս մարդկանց։ Ես միշտ ամերիկյան օրենքի մեջ շատ կարևոր մի ասում կա, անմեղ մինչև որ դատեն մեղավոր։ Հիմա այսի ոնց որ դրա հակառակն է լինում, որ բոլորը կարծեն այս մարդիկ մեղավոր են, մինչև դատարան եւ փորձեն pressure դնեն, որ case-ը շուտ ավարտվի, համել իրանց համար շահում լինի։ Այսքան ժամանակ, այսքան ծախսի հետևից գոնե արդյունք լինի։ Ինձ թվում է տենց ավելի շատ։ Լոս Անջելեսում հայերին գիտեն, շատերը գիտեն որպես լավ, բայց կա խումբ, որ նայում են, ասում են խաբեբա կամ criminal կամ մի բան, եւ էսի ոնց որ այդ կողմից իհարկե վնաս է։ Պարոն Թոփչյան, այնուամենայնիվ տհաճ է, երբ ասենք ոչ հայկական մամուլում կարդում ենք ինչ-որ մի հանցագործության մասին, եւ դա ասենք բանորոշվում է որպես հայկական, ել եմ ասում, սա առաջին դեպքը չէ, եւ մանավանդ կապված ռուսական մաֆիայի հետ, դա էլ այն դեպքում, երբ Ռուսաստանն այսօր մի պետություն է, որը ինքնին զավթված է կրիմինալ խմբավորման կողմից, հա, եւ տեսնում ենք արդյունքը, սա շատ վատ է հենց ռեպուտացիայի իմաստով, բացի դրանից մենք տեսնում ենք, որ այս Թրամփի վարչակազմի այդ պաշտոնավարումից սկսած մեծ ուշադրություն է դարձվում տարբեր, ասենք, լատինոամերիկյան երկրներից եկած հանցավոր խմբավորումների, չէ, վենեսուելացիների, մեքսիկացիների, որոնք ուղղակի գազանություններ են արել ժամանակին եւ հիմա նրանց ուղղակի ամենակոշտ մեթոդներով բռնում են եւ դա էլ որոշակի հասարակական վերաբերմունք է ստեղծում, հա, որպես անհուսալի, հա, կասկածելի, հա, այդ համայնքներում, հա, ոնց որ այդ համայնքների ներկայացուցիչներն էլ, որոնք օրինապահ են, ոնց որ ստիպված հավելյալ ջանքեր են գործադրում ցույց տալու, որ չէ, էլի մեզ դրանց հետ չկապեք, մենք կարգին մարդիկ ենք, էլի, հա, մինչդեռ ասենք ուրիշները տենց խնդիր չունեն։
Ինչ եք կարծում, սա ինչ ազդեցություն կունենա հայերի ընկալման վրա այլոց կողմից, պետության կողմից, իրավապահ մարմինների կողմից, մամուլի կողմից, հա, ի վերջո սրանք շատ կարևոր են, համեցեք։ Այդ կարծեմ news report-ներից մեկին կամ այդ investigator-ների comment-ներից մեկին գրված էր, որ Թրամփի տակ sense գործերը հետազոտելը ավելի հեշտացրել են։ Ավելի կարևոր իրանք մեր այդ հայցի մեջ ներկայացրել են, որ հայերը աշխատում են ոչ թե մենակ հայերի հետ, բայց երբ որ վտանգավոր, երբ որ մարդասպանության առևանգել, այտենց վտանգավոր գործեր են անում, իրանք օգտագործում են այլ լատինոամերիկացիներին։ Եվ դրա համար են մեջ հատուկ նշված է, որ հայկական organized crime-ը օգտագործում է Mexican gangs, Spanish gangs, Latin gangs, որ իրանց enforcer-ները լինեն, իրանց պաշտպանները լինեն կամ իրանց հետազոտողները լինեն, ոնց ասեմ, Եվ Թրամփի հետ կապված, պետական կապված, դա համար կարծեմ թե որոշ չափի պոլիտիկա է, որ նայ, մենք ես մտել եմ Ամերիկայի նախագահ, մի տարվա մեջ հեսա, այսքան գործ ենք բռնել, այսքան մարդ ենք դուրս անել, եւ ինձ թվում է, եթե immigrant-ի խնդիր կա, այդ մարդկանց պետք է դեպորտ անել, եւ իրանց նպատակն էլ է դա։ Այո։ Իսկ ընդհանուր համայնքի վրա տենց շատ բացասաբար չի անդրադառնա սա, հա, այդպես եք համարում։ Հնարավոր է ինչի, որովհետև ասացի նման ոչ առաջին դեմքն է, ոչ երկրորդ, ոչ երրորդ news-ը սիրում է ոնց որ նկարագրի մի խումբին եւ երբ որ առիթ է ստեղծվում, իրանք սիրում են նկարագրեն տես էլի ոնց որ երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ Ես են արել, գողություն են արել, մարդասպանություն են, վտանգավոր մարդիկ են զգուշեղեք։ Առօրյա մարդկանց չի ազդի, բայց կարծում եմ, թե ազդեցություն կունենա, այո։ Ինչ ձևով, պարոն Թոփչյան։ Քրեական դատարան, եթե ուրիշ գործով մեկը բռնվել է հայ ազգանունով, անունով, մարդիկ արդեն ինքնուրույն նայում են, ասում են, այս մարդը մեղավոր է, մինչև որ case-ը նայելու, լսելու immigration դատարաններում կարծում այդ ազդեցություն կունենա, որովհետև դատավորները արդեն ինչքան չմտածեն, հնարավոր է որ այդ միտքը իրանց մեջ լինի, արդեն վերաբերմունք փոխվի, հա, այսպես ասեմ։ Վերաբերմունք, այո, հնարավոր է, չեմ կարծում, պետքա չլինի, որովհետև ամեն անձը պետքա իր գործով իր բանով դատվի, բայց ինձ թվում է հնարավոր է եւ կստացվի, որ bias են ասում կամ prejudice են ասում անգլերենով, դա effect ունենա։ Եվ ամփոփելով, պարոն Թոփչյան, դուք աշխատելով, ապրելով Կալիֆոռնիայում նաև հայ համայնքի անդամ եք եւ այսպես ասենք իրավաբանի, քրեագետի, հա, կրիմինալիստի հայացք ունեք, հա, օբյեկտիվորեն նաև ինչ եք կարծում մեր համայնքի միջավայրի այդ կրիմինոգենության աստիճանը ինչպես է գնահատում, հա, այսպես ասենք, միջավայրի ներսում, հա, այսպես են, գիտեք, աղքատների մեջ, դպրոցականների մեջ, երիտասարդների մեջ, այսպես են զգայուն սեգմենտներում, էլի, այսպես ասենք։ Արի սենց ասեմ, մեր ջահելները մանավանդ հայ մանկական պատանի զավակները շատերը ձգտում են բարձրագույն սովորում կրթություն չեն նայում ասեն ոնց անենք կան խումբեր իհարկե բայց կարծում եմ մեծամասնությունը իհարկե մեր շրջապատում մեր խումբում մեր իմացած մարդկանց շրջապատում բոլորը ձգտում են մի ձևի որ բարձրագույն կրթություն որ այդ ստիգման որոշ չափի կարամ ասեմ նույնը չի առաջվա այդ ստիգման որ կար օ հայա դե գողա հայա պիտի լավ ավտո քշի հայա ֆրոդ անում կա էլի կա բայց առաջվան ինձ թվում է այդքան չի որովհետև կան եւ հայ շատ բարձրագույն եւ շատ ճանաչված եւ շատ հարգված անձեր որը որ տարբեր ոլորտների մեջ արդեն
երևում են, առաջ կարող է թաքուներ, առաջ չեն գալիս, բայց հիմա դա կա։ Բայց հիմա օրինակ Գլենդել քաղաքում կարան ասեն, հա, նայ, տես այս հայը Mercedes-ը քշում, մի բան ֆրադ անում է, կողքից խոսում են, բան են անում, անուն հելել է, բայց այդ անունը այդքան էլ վատ չի կարա ասել, իմ կարծիքով իհարկե։ Դե ինչ, շատ շնորհակալ եմ պարոն Թոփչյան, այս կարևոր ձեր այս դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ամենայն բարիք, միշտ նոր հանդիպումներ։ Շնորհակալ եմ։ Ահա մենք լսեցինք մեր գործընկերոջը Միացյալ Նահանգներից, Լոս Անջելեսից քրեական հարցերով փաստաբան եւ քրեագետ Հարություն Թոփչյանին, լսեցինք իր դիտարկումները կապված օրերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած այդ մասշտաբային ձերբակալության հետ, որը 13 հոգու, ընդ որում տարբեր ծագմամբ, 13 ամերիկացու, որոնք սակայն մամուլը նշում է որպես հայկական կազմակերպված քրեական խմբավորում, իսկ մամուլի այդ պարբերականներից մեկն էլ նշել է որպես աֆիլիացված ռուսական կազմակերպված հանցավորության հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։